Տիկնայք եւ պարոնայք, այս շքեղագույն երեկոն իրականությունն է դարձել Գլենդելի քաղաքապետարանի աջակցությամբ եւ մեծ շնորհակալությամբ ուզում ենք բեմ հրավիրել Գլենդելի քաղաքապետ Արդիկ Հասախյանին եւ քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանին ձեր ջերմ ծափարությունների ներքո խնդրեմ համեցեք պարոնայք։ Շնորհակալություն եւ նաեւ ուզում ենք հրավիրել մեր հետ միացել է քաղաքապետարանի անդամ Էլեն Ասատրյանը, որ վերջին վարքյանին կարողացավ վերադառնալ իր ճամփորդությունից միանալու։ Քանի այս գաղափարը համագործակցելու սկսավ, երբ դեր քաղաքապետարանի խորհրդի անդամ Արա Նաջարյանն էր քաղաքապետ, կարծում եմ ավելի ճիշտ է փոխանցել միկրոֆոնը իրեն, որ մի քանի խոսք ասի։ Thank you, Ardi. Շնորհակալություն, բարի երեկո, հայրենագիտներ, քանի խոսք անգլերենով, որ գա քանի ոչ հայեր մեր մեջ։ Good evening, everyone. It is my pleasure to be here at the Global Prestige Awards. I had seen pictures of these award ceremonies in fabulous cities across the globe, Paris, Dubai, and Armenia, of course, and that's where I first met Seda Gasparian when she was working as an active journalist. It is a wonderful event to celebrate the successes that we have as Armenians in all fields, from the arts to business to technology, science, medicine. And we should be celebrating ourselves, because if we don't celebrate ourselves, no one else is going to. And I applaud Edgar and Seda for continuing this great series of annual events. I hope to attend more. Where is next year? So thank you very much. It's my honor to be here, and I celebrate all our awardees for their great successes in all their fields. Շնորհակալություն. Thank you, Councilmember Najarian. Իմիջայլոց սա վերջին տարին է Գլենդելիում, որ քաղաքապետարանի խորհրդում ծառայում է պարոն Նաջարյանը, խնդրում եմ նորից ծափահարությունով շնորհակալություն հայտնենք իր տարիների ծառայության համար։ Անչափը բարդ եմ ստեղ լինելու, գիտեմ, որ սա մի առիթ է, որ մեր բոլորին համախմբում է, կապ չունի, որ ոլորտից ենք, ամեն հայի արածն ու success-ը մեր բոլորի success-ն է, շնորհավոր ձեզի։ Շնորհակալություն։ Ուրախ եմ, որ մի քանի խոսք ասաց, որտեղ իմիջիալոց նաև ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանի անդամ Էլեն Ասատրյանը Գլենդելի մեջ առաջին հայ կինն է, որ ծառայում է այս աթոռին, եւ ինչպես մենք բոլորս գիտենք եւ շատերդ էլ վստահ եմ հասկանում եք, կյանքում այնքան էլ կարևոր չի առաջինը լինելու մի բանի մեջ, մի ասպարեզի մեջ, որքան կարևոր է, որ վերջինը չլինել։ Եվ իբրև այս երկու անձերը, որ իմ հետ միացել են բեմի վրա, դրներ են բացել շատերի համար եւ դրա համար իրենք արժանանում են ձեր ծափահարությանը եւ գնահատանքին։ Ես գնահատում եմ բոլորին, որ այստեղ հավաքվել են իրենց մենք տոնելու ձեր հաջողությունը բիզնեսի ոլորտներում եւ այն գործերով, որ յուրաքանչյուր սպառվում եք։ Եվ ձեր աշխատանքը, ձեր հաջողությունը ոչ միայն ձեր համար մեծ հպարտություն է, բայց բոլոր հայության համար, այո, մենք Գլենդելի իբրև քաղաք աշխատում ենք այս միջոցառման, որոշեցինք աշխատել այս միջոցառման կազմակերպողների հետ, եւ մարդիկ ասացին, բայց Գլենդելում չէ, ինչի Գլենդելում չի, ասացինք, որտեղ որևէ հայ հաջողությունը, որտեղ էլ որ գտնվեն, մեր հաջողությունն է։ Բոլորը գիտեն, որ Ամերիկայում ամենահայաշատ քաղաքը հայ բնակչություն ունեցող Գլենդելն է։ Դրա համար որտեղ էլ որևէ մի հայ հաջողությունի է հասնում, մեր համար հպարտություն է, ինչ ասպարեզում էլ լինի։ Բայց նաև հետևյալը ասեմ, որ իսկական հեղինակությունը, հայերը շատ աշխատասեր, բիզնեսի մեջ շատ լավ մարդիկ են, մի խոսք կա, չէ, որ հայը կարող է որևէ տեղ բիզնես բացի։ Նույնիսկ եթե արդեն նույն բիզնեսը գոյություն ունի եւ ուրիշ հայը բացել է ճիշտ իրան կողքին։ Բայց դա ինչ է նշանակում, որ մենք կարողանում ենք առաջնադրել, մենք կարողանում ենք հաջողել, մենք աշխատասեր, շինարար ազգ ենք եւ դա կարողանում ենք ցույց տանք որտեղ էլ որ մենք գտնվենք, բայց իսկական հեղինակությունը, իսկական պրեստիժը բիզնեսի հաջողությունը չի, անձնական հաջողությունը չի, իսկական հեղինակությունը այն է, ինչ որ մենք կարծում ենք, որ կարողանում ենք փոխանցենք հաջորդ սերունդին, ինչ ավանդույթներ կարողանում ենք պահպանենք, եթե կարողանում ենք այսօր հայրենիքը պահել
եւ ունենալ մի բան, որ կարող ենք փոխադրենք հաջորդ սերունդներին։ Հավատքը, եկեղեցին, ընտանեկան արժեքները եւ ավանդույթները։ So խնդրում եմ այսօր մեր բիզնեսի հաջողություն ունեցողներին տոնենք, բայց նաեւ հիշենք, որ յուրաքանչյուր սպարտականություն ունենք ազգային հեղինակությունը բարձր պահելու։ Շնորհակալություն եւ շնորհավոր բոլորին։ Շնորհակալություն ձեզ։ Prestige Media եւ Prestige Holding USA-ի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ Գլենդելի քաղաքապետարանին, հարգելի քաղաքապետ պարոն Արդիկ Հասախյան, քաղաքային խորհրդի անդամ պարոն Արան Աջարյան, քաղաքային խորհրդի անդամ սիրելի Էլեն Ասատրյան, ձեր մեծ աջակցության համար, մեր համար, մեր ընկերության եւ մեր ամբողջ ստեղծագործական թիմի համար շատ կարեւոր է եղել եւ շատ մեծ ուժ է տվել այս պրոյեկտի կայացման գործում ձեր ունեցած մեծ աջակցությունը եւ այսօր այս գեղեցիկ միջոցառմանը մենք սիրով շնորհակալություն ենք հայտնում ձեզ եւ մեր ընկերության կողմից շնորհում անվանական ոսկե մեդալ եւ շնորհավորում եմ ձեզ հայ համայնքում ունեցած ձեր մեծ ներդրման Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործարար կապերի եւ դարավոր բարեկամության գործում ունեցած բացառիկ ավանդի համար։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն ենք հայտնում եւ շնորհավորում ենք